Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց մի առաջարկ, որ ինչպես ինքը բնորոշեց Ադրբեջանը տարբերակ չունի հրաժարվելու կամ ամենայն հավանականությամբ կընդունի ու երկու խոսքով ներկայացրեց առաջարկի մոտեցումները, բովանդակությունը։ Հիմնական վերաբերվում էր Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին եւ Երասխ Մեղրի երկաթգծային կապ ստեղծելուն կամ վերականգնելուն։ Բայց Նիկոլ Փաշինյանը չէր լինի, եթե այստեղ նույնպես մանիպուլյացիայի տեղ չթողեր, որի մասին հիմա կուզենամ խոսել, ակնկալելով, որ Փաշինյանը կպարզաբանի ինչ է իրականում այդ առաջարկը իրենից ներկայացնում։ Եթե Ադրբեջանի արևմտյան համայնքների եւ Նախիջևանի կապը պատկերացվում է Իջևանի հատվածով երկաթգծային, դա մեկ պատմություն է, բայց եթե այդ առաջարկը, որ արդեն իսկ ուղարկվել է Ադրբեջանին, ներառում է Մեղրի միջով երկաթգծային կապը, դա շատ մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում, որի մասին բազմիցս խոսել է թե Խոսրով Հարությունյանը եւ թե շատ այլ մեր գործընկերներ, բացատրեմ ինչի, որովհետեւ այդ պարագայում ես սա բացատրում եմ մեր քաղաքացիների համար, որովհետեւ այդ պարագայում Ադրբեջանը հնարավորություն ունի, քանի որ երկաթգծի ահռելի հատված անցնում է Ադրբեջանի տարածքում Երասխ Մեղրի պարագայում ու շատ փոքր 40 քանի կիլոմետրանոց հատված անցնելու է Հայաստանի Հանրապետության հատվածով արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին կապող։ Ադրբեջանը հնարավորություն ունի մաքսատուրքերի կամ վճարների, անցման վճարների միջոցով ստեղծել անբարենպաստ միջավայր, որ այդ ուղին անցանելի չլինի տնտեսական տեսանկյունից։ Հենց այդ տրամաբանության մեջ անհրաժեշտ է որպեսզի երկաթգծերի մեջ դա անվանվում է պլեչոները, այսպես ասած, իրար հետ համահավասար լինեն Հայաստանի հատվածով անցնողը եւ Ադրբեջանի հատվածով անցնողը։ Ու սա շատ էական է եւ անհրաժեշտ է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դրա վերաբերյալ Փաշինյանը մասնավորապես դրա վերաբերյալ պարզաբանում ներկայացնի։ Եվ ես չեմ կարող չհիշատակել նաեւ ժողովուրդ ջան, ուր մնաց բանակցային փաթեթների հրապարակումը։ Մեկ ասում եք գտնել չենք կարողանում համակարգել, լավ, չնայած այդ ամենը համակարգված է, տեղերն էլ շատ լավ դուք գիտեք։ Մասնավորապես 19 թվականի առաջարկը, համանախագահների 19 թվականի առաջարկը, որը ժողովուրդը ընդունված է անվանել Լավրովի առաջարկ։ Ուր է, այդ հո ձեր օրոք է եղել, ձեզ է ներկայացվել ու դուք եք դրանից հրաժարվել։ Դա ինչի չի հրապարակվում։ Իսկ դա առաջացնում է շատ հիմնավոր կասկածներ, որոնց մասին կխոսեմ հետագայում։ Շնորհակալություն։ Պարոն Մամեջյան, վաղը հարց ու պատասխան է, նախորդ հարց ու պատասխանն էլ այդ հարցերին ոնց որ թե անդրադարձ եղել, ուզում եմ տեղեկացնել։